Սիրելի հայրենակիցներ, չնայած այն հանգամանքին, որ այս պահին քննարկվում է կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականը, բայց ըստ էության Նիկոլ Փաշինյանի ելույթը անցած 7 տարիների մասին էր։ Իրականում անցած 7 աղետաբեր տարիների մասին է։ Եվ ես վստահ եմ, որ այս տարիները պատմության մեջ հենց այդպես էլ արձանագրվելու են փաշինյանական աղետաբեր 7 տարիները։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ձեռքբերումներ չուներ այստեղ ներկայացնելու, պետք է որպես վերջին հանգրվան օգտագործել 18 թվականի իր հայտնի հռետորաբանությունը։ Մեծ հաշվով այդպես էլ արեց, չկար իհարկե նախկին էնտուզիազմը, անկեղծ հավատը ինչ-որ փոփոխությունների, բայց դա էլ քողարկվեց ինչ-որ ակրոբատիկ հնարքներով, Չինգիզխանի գլխով, այսպես պարերով եւ այլն, ինչը իհարկե բացարձակ համոզիչ չի եւ ժողովրդին նման հռետորաբանությամբ այլևս խաբել անհնար է։ Իհարկե այստեղ եղան ԿՊԱ-ականներ, ովքեր եկան ու փորձեցին այսպես արդարանալ, մեկնաբանել, թե ինչու օրինակ դատաիրավական համակարգում փոփոխություններ չեն լինում։ Բա թե գիտեք, դեմոկրատական երկրներում դա տասնամյակներով ա տևում։ Դուք գոհ ու շնորհակալ եղեք քաղաքացիներ, որ մենք 7 տարվա մեջ գոնե մի բան արել ենք։ Կամ տնտեսական աճի մասին երբ խոսում ենք, ասում ենք, գիտեք ինչեր ա եղել մեզ հետ։ Էս էլ որ ձեզ համար արել են, գոհ ու շնորհակալ պետք է լինեք, սիրելի քաղաքացիներ։ Եվ հետո Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջ նկատած կլինեիք թվեր, սկզբում տրիլիոններով, հետո դա վերածվում է միլիարդի, հետո միլիոն դոլարների հատուկ տպավորություն թողնելու համար, որ բա ժողովուրդ ջան, դուք մտածում եք վատ եք ապրում, բայց թվերն ինչի մասին է, դուք աննախադեպ լավ եք ապրում, ես էլ հո չեմ հորինել այս թվերը։ Այս թվերը բացարձակ մանիպուլատիվ են, որովհետև եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ, ինչքան էիք ասում, 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում, բա 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել, այդ 7 միլիարդ դոլարը ինչ ենք արել, ինչ եք արել, եթե 4.3 ավելացել է, դրան էլ 7 միլիարդ դոլար ավելացրել եք, ինչ է ստեղծվել Հայաստանում կապիտալ առումով, որը մեր սերունդներին ինչ-որ մի բան տալու էր։ 7 միլիարդով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել, հազար ու մի բան կարելի էր անել, ինչ եք արել այդ գումարով։ Եթե ասֆալտն եք հիմա առաջ բերելու, այդ ասֆալտը տեսել եք ոնց եք փռում։ Տարին նույն տեղը 5 անգամ փռում, հետ եք փռում։ Այնքան անորակ այդ ամեն ինչը կատարվում։ Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ մինչև 2018 թվականին մեր պետական պարտքը եղել է 7 միլիարդ եւ 18-ից 25 թվականին գրեթե հասնում է արդեն 13 միլիարդի։ Եվ որպես արդյունք որևէ հստակ բան արձանագրված չի։ Այնպիսի ձեռքբերում, որը կարելի էր սերնդների համար թողնել։ Արտասահմանյան ներդրումների մասով ինչ ներդրում եք ապահովել մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Եթե օրինակ ամուսարը փորձեք հիշատակեք, ապա ես ձեզ կասեմ, որ եթե 18 թվականին նույնիսկ ներդրողը կարող էր ամբողջ գումարը դնել շահագործելու համար հանքը, ապա հիմա այդ ներդրման 150 միլիոն դոլարը Հայաստանի Հանրապետության բանկերն են տվել, այն էլ կառավարության երաշխիքով։ Դա ինչ է նշանակում, որ Աստված մի արածցե, ինչ որ մի բան տեղի ունենա եւ շահագործումը կասեցվի, 150 միլիոն դոլարը մնալու է ոչ թե ձեզ վրա, Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ մեր ապագա սերունդի վրա։ Որևէ գործարան մեծ առումով չի կառուցվել, չնայած նրան, որ խոստացել էիք, մետաղաձուլարան կառուցել, չկա, գազաբալոնների արտադրության գործարան, Սևանի շաքարում գործարան, հայկական հեռուստացույցների գործարան, Սեպու 1 ավտոմեքենաների գործարան, չկան, այդ ամեն ինչը հայտարարվել է, բայց տեղի չի ունեցել։ Այստեղ անդադար խոսում է, որ թոշակառուները հիմա ինչ-որ լավ են ապրում, որ թոշակները 22%-ով միջինը բարձրացել է, մոռանում են ասեն, որ ինֆլյացիան 25% է, այսինքն գնաճը 25% է, թոշակառուների գումարն էլ ավելացել է 22%-ով, այսինքն 18 թվականին թոշակառուն ավելի շատ բան էր կարողանում գնել, քան այսօր է գնում, սա ևս փաստ է։ Եվ հետո հարց է առաջանում, լավ, եթե այդքան բյուջեն լցրել եք, ամեն ինչ իդեալական է, Բայց դեպքում գլխով ոտքով քաղաքացու գրպանը մտնելը եւ ամեն վերջին կոպեկը քերելը ինչ նպատակ է հետապնդում։ Լավ, այսպես ընդհանուր վերցնենք, էլի, օրինակ 18 թվականից հետո Թունյան Բաբկենենց հարևան Պողոսը, չնայած ոնց հասկացանք դուք արդեն նորակառույց եք տեղափոխվել, այս վերջին ցույցերից այդպես նման մի արձանագրում կարող, եթե սխալվում եմ ամեն դեպքում։
Թունյան Բաբկենենց հարևան Պողոսի կյանքում ինչ է փոխվել, ասեմ ինչ է փոխվել, նախկինում եթե իր գույքահարկի համար պայմանական օրինակ 20,000 պետք է վճարեր, հիմա վճարում է 60,000 դրամ 3 անգամ, Արոն Գաբրելյան, մի ընդհատեք տեղից, հիմա վճարում է 60,000 դրամ, հաջորդ տարի վճարելու է 80,000 դրամ, 4 անգամ ավել գումար է վճարելու, աղբանության համար ավելի մեծ գումար է վճարում, նստում է տրանսպորտ ավելի շատ փող է տալիս, եթե մեքենա ունենա գնա կարմիր գծի վրա, կանգնի շատ ավելի մեծ գումարներ է վճարելու, հանկարծ եթե նոտարի մոտ գնա, նոտարի մոտա շատ փող տալու, ասում Աստված մի արասցե հանկարծ փաստաբանի կամ հաշվապահի կարիք ունենանք, դրանց գումարներն էլ եք, իրենց գումարներն էլ եք, այսինքն հարկերը բարձրացրել եք, որն ուղիղ ազդելու է քաղաքացիների վրա։ Այս խեղճ մարդը մտնում է խանութ, ամեն ինչ թանկացել է, ինչին կպնում է թանկացել է, հազիվ գնում է նստում է տուն, գլուխը բռնում է եւ փորձում է հեռուստացույցով գոնե մի դրական բան լսի, լավ վերջը մեր երկրում մեզ համար մի դրական բան կատարվում է, թե չէ։ Եվ պարզվում է օրինակ այն դեպքում, երբ որ ինքը այդքան հարկեր տալիս է եւ իր աշխատավարձը մեծ հաշվշատ չի փոխվել, պարզվում է, որ օրինակ 2024 թվականին կառավարական դաչաների գումարը 60 միլիոնով ավելացել է։ Եվ տարեկան 603 միլիոն դրամ գումար տրամադրվում է կառավարական դաչաներին։ Հետո պարզվում է, որ 2024 թվականին 2.4 միլիարդ դրամի ծառայական մեքենաներ է ձեռք բերվում։ Այս խեղճ Պողոսը գլուխը բռնած ասում է՝ «Այ Նիկոլ, 18-ին երկուսս էլ վարչապետ էինք»։ Հիմա այս մի վարչապետը աշխատում է, այդ գույքահարկն է, այս մեկն է, տակը փող չի մնում հազիվ ապրելու։ Նիկոլ Փաշինյանի շարասյունը ավելանում է, նրա կառավարական դաչաների գումարները ավելանում է, ճոխ ու շռայլ մարդիկ ապրում են, վայելում են։ Միակ տարբերությունը, որ իր կյանքում եղել է, դա է։ Ես էլ չասեմ են հանգամանքը, որ օրինակ, հետո էլ լսում է, որ 4.5 Անիֆից, այո, 4.5 միլիարդ դրամ տրամադրվել է ֆլայ առնան ստեղծելու վրա, վատնվել է, կորսվել է, չկա, դատական հայցնել շալակել ենք։ 1.5 միլիարդ դրամ Ավինյանը իր կնոջ ընկերուհուն է տալիս։ Այնտեղ բանի դասարանցուն էլ ոնց որ 1 միլիարդի չափով գումար է տվել, 2.7 միլիարդ դրամ Մոսկվա գրասենյակ է ուղարկվել, այնտեղ հարցում ենք անում, ասում ենք, ինչ պատասխան եք տալիս, ինչ որ արդյունք ստեղծվել է, թե չէ, որևէ պատասխան չկա։ Այդ Անիֆում պարոն Եղոյան, տասնյակ հազարավոր դոլարով մարդիկ աշխատավարձ են ստացել։ Լավ, ձեզ չի հետաքրքրում այդ տասնյակ հազար դոլարով աշխատավարձը։ Եկել պարոն Գաբրելյանն ասում է, մի քանի 100,000-ով ավելացվել է, տասնյակ հազարավոր դոլարներով մարդիկ գումար են ստացել, ոչ մեկ չգիտի այդ մարդիկ ով են, ու եկել ասում եք հերոս հարկատու գումարները տուր, որ ես քո կյանքը բարելավեմ, տեսնում ենք ինչքան եք բարելավել, էլ չեմ ասում Snoop Dogg-ը, հրթիռը, որ ընդհանրապես ապարդյուն է եղել, պարգևավճարների մասին եք դուք երբեմն բարկանում, որ մենք խոսում ենք պարգևավճարներից, բա ոնց չխոսանք, կառավարության նիստում ասում ենք բոլորս առաջին դասարանում ենք մնացել, տգետ ենք, բայց նաև պարգևավճար եք ստանում։ Այդ ոնց է տենց ելնում, պարգևավճարը չեն տալիս ավելի լավ աշխատանքի համար, այդ որ աշխատանքի համար պետք է պարգևավճար ստանաք։ Հետո ինձ դուր չի գալիս նաև այդ ձեր տոնը քաղաքացիների հետ այդ մունաթի, որ բա դուք չեք աշխատում, դուք չեք անում, ասենց անընդհատ մունաթ է գնում ժողովրդի վրա։ Ուզում հասկանալ էլի 10 թվականից այս կողմ քաղաքացուն ինչ եք ասել, որ չի արել։ 18-ին ասել եք փողոց դուրս արի, դուրս ա եկել փողոց, ձեզ բերել է իշխանություն։ 20 թվականի պատերազմին ասել եք կամուֆլյաժ բրոնիժիլետ վերցրու գնա պատերազմ, գնացել է պատերազմ, վերջում ասել եք դասալիք եք դուք ժողովուրդ։ Հիմա հարկերը բարձրացրել եք, մարդիկ չեն կարողանում ապրել, գալիս են ցույց են անում, վրաները թքում եք, էլ համբալ եք ասում, էլ չգիտեմ ինչ եք ասում, էս ինչ վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ։ Բայց մեծ հաշվով ժամանակս քիչ է մնացել։ Երբեմն հեկտարների մասին, վերադարձի մասին խոսք է գնում։ Ու այս համատեքստում մենք 240 կիլոմետր տարածք ունենք օկուպացված։ Այդ նույն պատվախնդրությամբ դրա մասին խոսեք, դրա համար ինչ-որ բան արեք։ Բայց քանի որ ժամանակս ավարտվում է, ասեմ հետևյալը։ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա կառավարումը այս ամեն ինչով չի հիշվելու իհարկե։ Ու ես կարծում եմ ավարտվելու է բարեբախտաբար հաջորդի համար այս դարաշրջանը, աղետաբեր։ Բայց հիշվելու է նրանով, որ մենք Արցախ ենք կորցրել,
Դադիվանք, Գանձասար, Ամարաս, սրանք են արժեքները եւ ոչ թե հատիկ Range Rover-ներն ու գարաժները։ Սրանք արժեքներ են, որ մենք կորցրել ենք։ Հիշվելու է նրանով, որ մարդիկ իրար ատում են այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Արցախցիների նկատմամբ համատարած ատելության քարոզ կա։ Այս ուրացումը, դավադիր ատելությունը, կորուստները, աղետը, սա է ձեր ամփոփումը եւ ոչ թե այն, ինչ թվերի տեսքով փորձում եք ներկայացնել։